Դե ողջույն, այսօր ուզում եմ խոսենք մարդու կյանքի իմաստից, առաքելությունից, մարդու շնորհերից, տաղանդից, սովորական բառերով ասած, ինչ պետք է անի մարդը այս կյանքում։ Ամեն մարդ իր ծնված օրվանից ունենում է տարբեր տաղանդներ, շնորհեր։ Ինչ որ մեկը շատ է ունենում, ինչ որ մեկը քիչ է ունենում, սակայն չկա մարդ, ով առանց տաղանդի կամ առանց որևէ շնորհի է, եկել մոլորակ։ Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ բոլոր մարդիկ ինչ որ մի տաղանդ ունեն։ Ինչ որ մեկը լավ խոսում է, ինչ որ մեկը լավ կարդում է, ինչ որ մեկը գեղեցիկ նկարում է, ինչ որ մեկը շատ լավ ստեղծագործում է, ինչ որ մեկը լավ գաղափարներ է ունենում, ինչ որ մեկը լավ երգում է, ինչ որ մեկը լավ բիզնես է կարողանում անել, մեկը կարողանում է լավ սիրել, սեր տալ, օգնել մարդկանց եւ այլն։ Այս բոլոր շնորհերը, որ մենք ունենք, իրականում տրված է մեզ ի ծնե, եւ երբ մենք գալիս ենք երկիր մոլորակ, մեր պատասխանատվությունն է գտնել մեր տաղանդը եւ այն կրկնապատկել, ինչու՞ չէ եռապատկել եւ ուղղակի շատացնել մեր տաղանդը։ Տեսեք, նույնիսկ այս տաղանդ բառը դա ուղղակի նշանակել է գումար, արծաթների այդ մետաղադրամի բառն է եղել, բայց արի ու տես, որ ժամանակի ընթացքում այն արդեն դարել է նաև մեր կարողություններն ու շնորհները բնութագրող բառն է, դարձել տաղանդը։ Շատ հնարավոր է, որ այդ տաղանդները մեկից շատ է տվել Աստված, մեկից քիչ է տվել, մեկս ավելի լավ է սա անում, մյուսս ավելի վատ է դա անում, բայց ամեն դեպքում չկա այնպիսի մարդ, ով որ ուղղակի չունի տաղանդ, ուղղակի անտաղանդ է։ Ուզում եմ այսօրվա պատմությունը սկսել մի առակով, որը իմ ամենասիրելի առակներից է։ Մի մարդ օտար երկիր է մեկնում եւ օտար երկիր մեկնելիս կանչում է իր ծառաներին, որպեսզի նրանց ժամանակավորապես տա իր ունեցվածքը։ Առաջին ծառային տալիս է 5 տաղանդ, որը գումարն էր, այն ժամանակվա գումարը։ Երկրորդ ծառային տալիս է 2 տաղանդ եւ երրորդ ծառային տալիս է 1 տաղանդ, այսինքն 1 արծաթադրամ։ Երբ տերը վերադառնում է, առաջին ծառան մոտենում է եւ ասում է. «Դու ինձ տվեցիր 5 տաղանդ եւ ես այն շատացրեցի ու սարքեցի 10 տաղանդ»։ Տերը նրան գովում է եւ ասում է. «Ապրես դու քո հավատարիմ լինելու համար, քանի որ դու այսքանի մեջ հավատարիմ եղար, ես քեզ ավելին կտամ»։ Երկրորդ ծառան է մոտենում, ասում է. «Դու ինձ 2 տաղանդ տվեցիր, ես այդ 2 տաղանդը սարքեցի 4 տաղանդ»։ Տերը կրկին ուրախանում է, ասում է. «Քանի որ դու այդ քչի մեջ հավատարիմ եղար ինձ, ուրեմն քեզ նույնպես ավելին կշնորհեմ»։ Եվ երբ երրորդ ծառան է մոտենում ու ասում է. «Տեր, քո 1 տաղանդը ինչպես տվել ես, այնպես տարել եմ ու լավ պահել եմ»։ Տերը բարկանում է եւ ասում է. «Այդ 1 տաղանդն էլ տուր նրան, ով որ ունի 10 տաղանդ»։ Այս առակը իրականում Աստվածաշնչի մեջից է եւ իմ ամենասիրած պատմությունն է, որը ցույց է տալիս, թե մարդը ինչ պետք է անի այս աշխարհում, ինչի համար է եկել եւ ինչպես դա պետք է անի։ Հիմա գանք մեր օրեր եւ օրինակը դիտարկենք մեր կյանքի վրա։ Այստեղ այս 1 տաղանդ ունեցող մարդը ուղղակի այն մարդն է, ով կամ վախենում է իր տաղանդը օգտագործել, դա կարող ենք լինել մենք, երբ օրինակ ունենք տաղանդ էջ վարելու, խոսելու, գրելու, երգելու, նկարելու եւ այլն, բայց մենք թաղում ենք այդ մեր տաղանդը, ասես տեղ չենք տալիս դրան եւ գնում ենք ուրիշ որևէ բանով ենք զբաղվում։ Եվ երբ մենք ունենալով այդ 1 տաղանդը մտածում ենք այն մարդկանց մասին, ովքեր մեր մասին ինչ-որ բաներ կմտածեն, մտածում ենք մեր վախի մասին, ամոթի մասին, կամ ուղղակի ծուլանում ենք ու չենք կիրառում այդ մեր 1 տաղանդը, մենք տանում ենք ուղղակի թաղում ենք այդ մեր 1 տաղանդը, նույնիսկ տանում ենք ու թաղում ենք։ Մենք օգտագործում ենք այն շնորհը, որը մեզ ի վերուս տրված է, այն գնալով շատանում է։ Եթե մենք մեր տաղանդը սկսում ենք օգտագործել, այն շատանում է։ Տեսեք, առակի մեջ այս ծառան, որ ուներ 5 տաղանդ եւ նա սարքում է 10, նա անմիջապես, այդպես է, առակը գնում է եւ անմիջապես սկսում է իր 5 տաղանդը դնում է գործի մեջ եւ այն դարձնում է 10 տաղանդ։ Այսինքն նա չի նստում, օրերով չի մտածում, ինչպես կարող եմ ես այս 5 տաղանդը սարքել 10 տաղանդ։ Միթե ճիշտ է, որ ես այսպես սարքեմ կամ այնպես սարքեմ։ Արագ է, գործում, այսինքն արագ միանգամից եւ սա գաղտնիքներից մեկն է, իմ մյուս վիդեոներում էլ եմ ասում, որ պետք չէ
կրծել, բռնել, մտածել, տեսեք այդ մարդը չի վախենում ձախողումից, ինչպես հակառակ նրան վախենում է այն մյուս ծառան, ով մեկ տաղանդ ունի եւ վախենում է ձախողելուց։ Պետք է չվախենաք ձախողելուց, պետք է ուղղակի փորձեք ձեր տաղանդը եւ այն կշատանա, կկրկնապատկվի, որովհետեւ ասես այն մկան լինի, հա, ինչքան մենք զարգացնում ենք, մեր շնորհն է գալիս, զարգանում, մենք պատասխաններ ենք ստանում, սկսում ենք աշխատել այդ շնորհի հետ, այդ տաղանդի հետ եւ ամեն ինչ կարծես դեպի վերև է գնում։ Իսկ երբ մենք ուղղակի ծուլանում ենք, վախենում ենք, նստում ենք, մտածում ենք ինչպես ենք մենք օգտագործելու մեր այս տաղանդը եւ այլն, այդ տաղանդը ուղղակի գնում է ու թաղվում է հողի տակ։ Բացի նրանից, որ եթե հավատում եք Աստծուն, երբ գնաք, դուք պետք է պատասխան տաք, թե ինչ եք դուք արել այն տաղանդի հետ, որը ձեզ էր տրված, բացի այս պատասխանատվությունից, որը մենք ունենք, նաև մեր տաղանդը օգտագործելով մենք մի ուրիշ ձևով ենք հաջողություններ ունենում, քան եթե մենք ուղղակի առանց տաղանդ օգտագործելու ինչ-որ մեխանիկական աշխատանքով ենք զբաղվում, ուղղակի գումարի, նյութական ձեռքբերումների համար։ Ես բազմիցս համոզվել եմ, որ այն մարդիկ, ովքեր հասնում են ինչ-որ մի մակարդակի, որը նյութականներ, օրինակ նյութական իրենց տուն, մեքենա, ությունները իրենց կամ կարիքները բավարարում են, դրանից հետո իրենք սկսում են այդ իմաստի փնտրտուքով զբաղվել, իրենց առաքելությունը փնտրելով զբաղվել, ինչը եղավ նաև ինձ հետ, ու ուղղակի չեն հասկանում ինչ է կատարվում իրենց հետ, ինչ է կատարվում աշխարհում, ով են իրենք այս մեծ աշխարհում, չեն կարողանում գտնել իրենց տեղն ու դերը ու այդպիսով իրենց կյանքը մի տեսակ անիմաստ է դառնում ու ես ուզում եմ սրտանց, որպեսզի իմ լսարանը իր աշխատանքը կամ իր կյանքի ուղին գծելիս մի քիչ բանի տեղ դնի իր ցանկություններին, իր տաղանդներին, իր շնորհներին, նրան ինչ իր սրտից է գալիս եւ ոչ թե ուղղակի անի այն, ինչ բոլորը անում են։ Իմիջայլոց հենց այս առակը ավարտվում է այս խոսքերով, ով ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ նա ունի։ Այս խոսքերը նույնպես ցույց են տալիս, որ այն, ինչ մենք ունենք եւ օգտագործում ենք, այն շատանում է, կրկնապատկվում է, ավելանում է եւ մենք մեզ զգում ենք մեր ճիշտ տեղում։ Կուզեմ եւս մեկ անգամ այն մարդկանց համար, ովքեր կասեն, ես չգիտեմ որն է իմ տաղանդը, ասել, որ միայն գործելու ընթացքում ենք մենք բացահայտում մեր տաղանդը։ Եթե ի սկզբանե դուք չգիտեք որն է ձեր տաղանդը, դա նորմալ է։ Նորմալ չէ, երբ դուք վախենում եք բացահայտել ձեր տաղանդը։ Ես ինձ վրա օրինակ բերեմ, իսկապես անընդհատ փորձում եմ գտնել իմ տաղանդը։ Լրիվ ուրիշ բաներից եմ սկսել եւ լրիվ ուրիշ բաներով եմ շարունակում ու դեռ չգիտեմ վերջը ինձ ուր կտանի, բայց ասես հետևում եմ այդ շնորհներին, որը գնալով ավելանում է ինձ վրա, եթե սկզբից ունեի սովորելու, փորփրելու, խոսելու տաղանդ եւ սկսեցի դա կիրառել, հիմա արդեն ունեմ մարդկանց նաեւ օգնելու տաղանդ, որը ընթացքում է ավելացել, որոշ դեպքերում իմ հավատը փոխանցելու տաղանդ եւ այլ տաղանդներ, որոնք գնալով բացահայտվում են իմ մեջ, որ ես ինքս չէի սպասի, սկզբից այս ալիքը ստեղծվել է, որպեսզի ես ուղղակի խոսեմ հարաբերություններից ու գնալով այնպիսի կողմերի վրա է գնում, որ ինքս չէի կարող սպասել։ Վերջին կարևոր բանը, որը ես սովորել եմ այս առակի միջոցով, երբ առաջին անգամ այս առակը ինձ մեր ընկերներից մեկը ուղղակի պատմել է, դա այն է, որ Աստված բարեգութ է գտնվում այն մարդու նկատմամբ, ով հավատարիմ է, թեկուզ փոքրում, ով չի ասում, ինձ այսքանն ես տվել, այս երկու տաղանդն ես ինձ տվել, այս ինչա որ, կամ այսով կգնահատի, ոնց որ դուք ձեզ դատավորի տեղ մի դրեք եւ մի որոշեք դա լավ տաղանդ է թե վատ, դա կգնահատվի թե ոչ, ուղղակի հավատարիմ եղեք, այնքան տաղանդի սահմաններում, ինչքանը ձեզ տրված է եւ հավատացեք, որ գնալով ավելի շատ կտրվի։ Ինքս հիմա ինքնաճանաչման շատ հետաքրքիր գործիքներ եմ ուսումնասիրում, խորացել եմ լիովին ինքնաճանաչման եւ ինքնաբացահայտման եւ ինքդ քեզ լավ երջանիկ ճիշտ
տեղում զգալու այդ ճանապարհների մեջ, օգտվում եմ տարբեր տեխնիկաներից, օգնում եմ իմ հաճախորդներին տարբեր տեխնիկաներով բացահայտեն, որն է իրենց տաղանդը, ինչով իրենք պետք է գումար աշխատեն, ինչ պետք է անեն, որ իրենց երջանիկ ու խաղաղված զգան, որովհետև հաճախ լինում է, որ մենք սա ենք անում, բայց ոչինչ մեզ այդ հանգստությունն ու խաղաղությունը չի տալիս։ Դրա համար, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են ավել խորանան, ուզում են ինձ հետ խորանան, ուզում են, որ միասին հասկանանք այդ պրոցեսները, իր տաղանդները, ես բաց եմ միշտ, իմ էջը ներքևում է Instagram-ի, կարող եք ինձ գրել, անց եմ կացնում տրեյնինգներ խմբակային, շուտով մեկնարկելու է նոր տրեյնինգս, շատ հետաքրքիր, հիմա կազմում եմ, մի հատ գնահատում ենք անում կյանքի որակի հետ կապված, բոլոր ոլորտները գնահատում ենք, որպեսզի հասկանանք, թե որ ոլորտում կա խնդիր, որ ոլորտը մարդը կուզի լավ արկի, հետո հատուկ էլի միջազգային գիտական ինստրումենտների միջոցով այդ ոլորտները լավ արկելու գործիքներն ենք սկսում հասկանալ, ինդիվիդուալ հենց մեզ համար աշխատանք ենք անում, այդ աշխատանքը ուղղորդում եմ ես, ձեր հետ, տրեյնինգները օնլայն են անցկացվում, խմբով, տևում են 6 շաբաթ, եթե այս տրեյնինգների հետ կապված հետաքրքրվածություն ունեք, գրեք ինձ, սիրով կպատասխանեմ, դրանք վճարովի տրեյնինգներ են, ունեմ նաև անձնական և անհատական խորհրդատվություններ, եթե կարիքը լինի, կարող եք նույնպես գրել իմ էջին, ես արդեն կարելի ասել full դրույթ աշխատում եմ, օգնում եմ, փորձում եմ զարգացնել իմ տաղանդը, ասեմ, որ ճանապարհը միևնույնն է անցնելու եք դուք, նույնիսկ եթե ես ձեզ օգնեմ, նույնիսկ եթե ինձնից օգնություն խնդրեք, միևնույնն է իմացեք, որ ճանապարհը անցնողը դուք եք։ Լավ է ունենալ տրեյներ, որ կկանգնի ու կնայի, թե դուք ինչպես եք պրես անում, բայց միևնույնն է պրեսը անելու եք դուք, նույնիսկ եթե ես ձեզ ուղղորդեմ, դուք ուղղակի կխնայեք տարիներ, փորձ, ժամանակ, ես արդեն մասնագիտացված եմ այս ամենի մեջ, կարող եմ ձեզ օգնել, բայց միշտ իմացեք, որ փոփոխությունները ձեր կյանքում անում եք հենց դուք, ոչ մի ուրիշ մարդ չի կարող փոխել ձեր կյանքը ձեր փոխարեն եւ այստեղ մենք սովորում ենք ինչպես հաճախ ես սիրում եմ ասել բոլորս սովորում ենք բոլորս ինչ որ մակարդակի վրա ենք որը ամենալավ մակարդակը չէ բայց այդ մակարդակը հնարավոր է լավարկել, հնարավոր է փոխել, հնարավոր է սովորել, միշտ կա այդ ձգտելու տեղը, միշտ կա ավելի լավը, ավելի կատարյալ, ավելի իդեալական, ավելի խելացի դառնալու այդ կետը եւ ես վստահ եմ, որ մենք քայլ առ քայլ ենք դեպի այն կետը, որը մենք ուզում ենք, որովհետեւ չկա անհնարին ոչինչ, եթե մենք իսկապես շատ ենք ուզում եւ ձգտում ենք, ունենք սովորելու եւ կատարելագործվելու ցանկություն։ Շատ սիրում եմ ձեզ, ուրախ եմ, որ նայեցիք մինչև այս կետը, խնդրում եմ, որ կոմենտներ գրեք, լայքեք, ինչու չեք իսվեք, որովհետև դա էլ ասես ինչ-որ մի լավ բան է ձեր կողմից, համ տարածելու ինձ, ձեր ծանոթների մեջ, համ ուրիշներին ցույց տալու, որ կա այսպիսի կոնտենտ, համ ինչ-որ մեկ փոքր լավ բան անելու ինձ համար, որպեսզի իմեջը տարածվի, շատերը ասում են, որ չեն ուզում, որ իմեջը տարածվի, շատերը ասում են, որ չեն ուզում մարդիկ իմանան, որ իրենք այսպիսի կոնտենտ են նայում, բայց չգիտեմ, միայն ուզենալով, որ ուրիշներ զարգանա, իմ էջը զարգանա, ուրիշ մարդը զարգանա, սա նայելով, ձեզ մոտ գնալով ոնց որ ավելի լավ կստացվի։ Կյանքի գաղտնիքներից մեկը դա կամեցողությունն է, այնպես որ փորձեք զորով ձեր մեջ զարգացնել այդ կամեցողությունը։ Ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք։